Երևանում կայացավ Leasing Expo բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը, որի ընթացքում Արարատ բանկի տաղավարի մոտ այցելուներին դիմավորեցին լիզինգի փորձագետները, տրամադրելով խորհրդատվություն եւ պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերի։ Լիզինգի շուկան Հայաստանում զարգանում է դինամիկ կերպով, եթե 3-4 տարի առաջ կային լիզինգով աշխատող 1-2 մասնագիտացված կառույցներ ու 3-ից 4 բանկ, ապա այսօր այդ շուկայում աշխատում են գրեթե բոլոր բանկերը եւ մի քանի վարկային կազմակերպություններ, ուստի գրանցվել է բավականին լուրջ մրցակցություն։ Տարվա վերջի դրությամբ 24 թվականի լիզինգի պորտֆելը համակարգում կազմում է մոտավորապես 250 միլիարդ դրամ։ Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում։ Պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով։ Աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնցից որ ներգրավում ենք միջոցներ լիզինգով աշխատելու համար եւ որը որ մեզ հնարավորություն է տալիս տարբեր ակցիաների տեսքով եւ տարբեր առաջարկներով անընդհատ հանդես գալ յուրահատուկ առաջարկներով, ես կասեի հանդես գալ շուկայում։ Աշխատանքներ են իհարկե տարվում նաև մատակարարների հետ, որոնց հետ մենք եւս փորձում ենք ձևավորել որոշակի պրոդուկտներ, որոնք որ դառնում են ի նպաստ հաճախորդների։ Այս տարի Արարատ բանկը ներկայանում է բացառիկ առաջարկով, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ, մինչեւ 35% հետվճարի քեշբեքի հնարավորությամբ։ Այն ընկերությունները, որոնք պոտենցիալ արտահանողներ են, նրանք են արտադրողները կամ օրինակի համար տուրիստական կազմակերպությունները։ Եվրոպական ստանդարտի սարքավորումներ ձեռք բերելիս հնարավորություն ունեն 10-ից 15% քեշբեք ստանալ։ Այդ քեշբեքին պլյուս անելով հնարավորություն ունենք, եթե նույն տնտեսվարողները, որոնց հիմնադիրները 50 եւ ավելի տոկոս փայամասնություն ունեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, նշածս քեշբեքի հավելյալ եւս 20% քեշբեք ստանալու հնարավորություն ունեն։ Կա եւս մեկ տարբերակ, երբ ընկերության աշխատակիցների 10%-ը կամ նվազագույնը 10 աշխատակից նույնպես մեր Արցախից տեղահանված հայրենակիցներն են, այդ դեպքում քեշբեքը հավելյալ քեշբեքը կազմի 15%։ Կանաչ լիզինգի համատեքստում էլեկտրոմոբիլների համար նախատեսված է 10%-ի քեշբեք, իսկ արևային կայաններ եւ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների համար նախատեսված է 15%-ի քեշբեք։ Հնարավոր է նաեւ լիզինգները տրամադրել տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում։ Խոսքն այս դեպքում վերաբերում է նաեւ պետության կողմից սուբսիդավորվող լիզինգներին։ Քեշբեկը նախատեսված է արտադրողների, ծառայություն մատուցող ընկերությունների համար, ծառայություն մատուցող ընկերությունների մեջ հասկանում ենք հյուրանոցային բիզնեսի եւ տրանսպորտային լոգիստիկ ծառայություն առաջարկող ընկերությունները եւ ինչպես նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք։ Ընկերությունը, որը կարող է դառնալ այս ծրագրի շահառու, պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում առնվազն 6 ամսվա գործունեության գրանցված գործունեություն եւ ներդրումը իրականացվի հիմնական միջոցների մեջ, կապիտալ ներդրումների մեջ, որոնք որ ուղղված են էներգախնայողությանը եւ էներգաէֆեկտիվությանը։ Սարքավորումները, հոսքագծերը եւ տրանսպորտային միջոցները, որոնք կարող են ձեռք բերվել լիզինգի միջոցով, պետք է համապատասխանեն Եվրոմիության ստանդարտներին կամ եթե Եվրոմիությունում չեն արտադրվել, ապա լինեն սերտիֆիկացված CE սերտիֆիկատով։ Կարևոր տարերից է քեշբեքը, որը որ մինչև 35% է եւ կազմված է երկու մասից։ Առաջին մասը մինչև 15% տրամադրվում է այն լիզինգառուներին, որոնք նպատակային են օգտագործել, ներդրումը արդեն գտնվում է Հայաստանում եւ պատրաստ է շահագործման, իսկ քեշբեկի երկրորդ մասը մինչև 20% հավելյալ քեշբեկը նախատեսված է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Այսպիսով ծրագիրն ընդհանուր առմամբ ներառում է կանաչ տնտեսության լիզինգային ներդրումներ եւ էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաների միջոցով կարող է նպաստել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ նյութերի կիրառման թափոնների կրճատմանը։ Մանվել Մարգարյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։